տալի, 6 տարի է բարձրաձայնում եք։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահը եկել էր, եկաք եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, փաստացի որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով Ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկին է պետք չէ որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, մի վարքան առաջ կգնաք։ Առաջ գնանք, լավ։ Պարոն Ղուկասյան, հիմա ձեր ակնկալիքները, որ ոչ մեկ չի աշխատում, մենակ ԱԱԾ տնօրենի Չէ, պետք է աշխատեն, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի հետ ես հանդիպում չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղեք այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժում, այս հանքնիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի, անունը սենց են ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տե, բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ ալնելու, արանքում ակուրատնին սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին, որովհետև գիտեին, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ, ես Կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անենք, գայինք կապիկությունները ձեր նայենք։ Հիմա 6 տարի փաստացի ծնողները, այդ թվում նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք ունեք։ Եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Պարոն Ղուկասյան, Ես մեր ո՞ս կարամ կամ։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Այդպես բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշենքը։ Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով։ Մի դրվագով։ Օլուշ ով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում։ Հիմա հարց, այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացություն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ 25 թվականի սեպտեմբերին զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, էլի ենք սպասում, որ ինքն էր խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանանդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերց։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինողը, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխան։ Չէ, չենք ստացել։ Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն էիք ուզում, բաժալստը, մինչև ենքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Ցավը տանեմ, չէ, հիմա այդ մենակ Արուստամյան Կարենով չէ պրծնում է, լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն են,
Թող հիմա քնիչ հանձնաժողովի բա գործը ո՞րն է ել։ Ուզում եմ դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում։ Քնիչ հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, խիելավ ու մեղքով եղավ։ Ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուր չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմը վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է եկել, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահտալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմի տուժասն եմ, ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավելի լավ է զենքը ձեռս մեռնեմ։ Թուրքի, ինչա, բա էդի չի տանում։ Այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ հեսա 500,000 թուրք գալու է լցվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղչենք, խախնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղչեն սարքենք մաքուր անարատ բաղչա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ։ Ընդ վաղը կռիվելա վելի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։